Վիրահայոց թեմի Հայարտուն մշակութային կենտրոնում բացվել է ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը։ Այն կազմակերպել են Վրաստանի հայ նկարիչների միությունը, Ջավախքի երիտասարդների ընկերակցությունը, Թբիլիսիում մեր դեսպանատան, Սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։ Ցուցահանդեսին մասնակցել են հայ ու վրացի նկարիչներ, որոնք իրենց ցավն ու ցասումն են արտահայտել շուրջ 5 տասնյակ կտավների միջոցով։ Հայոց Գողգոթա, այսպես է կոչվում 50 կտավներից կազմված թբիլիսյան ցուցահանդեսը, որն արտահայտում է իրանումեղ նահատակների հանդեպ հայ ժողովրդի հարգանքի տուրքը, վիշտն ու ցասումը, արդարության և հատուցման պահանջը։ Ցուցահանդեսին ներկայացված են Թբիլիսիի, Ջավախքի և ծնունդով Վրաստանից Հայաստանում բնակվող նկարիչների կտավները։ Հայոց Գողգոթա վերնագրված այս ցուցահանդեսին ներկայացված է 30 երիտասարդ նկարիչ։ Моя картина называется «Скорбь» или «Образ скорбящей женщины». Իմ նկարը կոչվում է «Սուգ» կամ «Սգացող կնոջ կերպարը»։ Նա արտահայտում է կնոջ կերպարն անցյալում այն քարերի ֆոնին, որոնք պահում են հայ ժողովրդի մասին ցավալի հուշերը։ Հուսով եմ կարողացել եմ փոխանցել այն ողբերգությունը, այն ապրումները, որոնք այն ժամանակ ապրել են հայերը։ Ես առավելագույնս փորձել եմ մտնել այդ կերպարի մեջ, բայց իրականում ինձ համար շատ դժվար էր։ На самом деле мне было очень сложно. Այսօր նրանք կարող էին իրենց տարիքի համեմատությամբ նկարել հիրավի, ծաղիկներ, գեղեցիկ տեսարաններ, բայց այս երիտասարդները ապրելով իրենց պապերի ցավը մեր մեծ եղեռնի, նրանք նկարեցին խաչելություն, նրանք նկարեցին տխրություն, նրանք նկարեցին այն ամեն ապրումները, որ հնարավոր է ապրեին մեր պապերը, զոհված եւ մեր տատերը։ Վիրահայոց թեմի առաջնորդն ասում է, որ զարմանալի չէ, որ երիտասարդ տարիքում այս նկարիչները հենց այդ թեմատիկայով են ստեղծագործել։ Նրանք շատ բան կարող էին նկարել, բայց քանի որ նրանց մոտ գենետիկորեն փոխանցվում է այն վիշտը եւ անարդարությունը, որ զգացել է հայ ժողովուրդը, դա հանգիստ չի տալիս անգամ պատանիներին։ Արչիլ Չխոիձեն Վրաստանի խորհրդարանին կոչ է անում հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով քննարկումներ սկսել։ Որպես վրաց ազգի ներկայացուցիչ ես ամաչում եմ, որ Վրաստանը ճանաչել է չերքեզների ցեղասպանությունը, որն իրականում գուցե եւ չի եղել ու ոչ ոք չի ճանաչել այն։ Միաժամանակ Վրաստանը մինչև օրս չի ճանաչել բարեկամ հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Ցուցահանդեսի բացումը եզրափակվել է դասական եւ հոգեվոր երգերի կատարմամբ։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, առաջին լրատվական, Թբիլիսի, Երևան։